Հունգարիան բաժանված է երկու ճամբարի։ Այս օրերին Բուդապեշտի փողոցներում տեղի են ունենում երկու զանգվածային իրարամերժ հանրահավաքներ։ Մի կողմից վարչապետ Վիկտոր Օրբանի կողմնակիցներն են, որոնք նշում են 1956 թվականի հակախորհրդային ապստամբության տարելիցը, մյուս կողմից նոր ընդդիմադիր ուժի Տիսա կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարի տասնյակ հազարավոր աջակիցները։ Ընդդիմության առաջնորդը իր ելույթում Օրբանին մեղադրեց Կրեմլի հետ սերտ կապերի մեջ։ Այն քաղաքական գործիչը, որը ժամանակին պահանջում էր, որ ռուսական զորքերը լքեն Հունգարիան, այժմ Կրեմլի ամենահավատարիմ դաշնակիցն է։ Հունգարացիների ճակատագիրը չի կարող որոշվել ոչ Բրյուսելում, ոչ էլ Վաշինգտոնում եւ Մոսկվայում։ Հունգարացիներն իրենց պատմությունը գրում են հունգարական հրապարակներում եւ փողոցներում։ Երկիրը վերածնվում է, երբ մարդիկ կարողանում են նորից հավատալ միմյանց։ Այն փաստը, որ մենք այդքան վատ հարաբերությունների մեջ ենք արևմուտքի հետ, ինձ իսկապես դուր չի գալիս։ Կներեք, որ այսպես եմ ասում, բայց ռուսներն ինձ չեն հետաքրքրում։ Ես սիրում եմ ռուս ժողովրդին, բայց նրանք Պուտինը չեն։ Այնպես որ նրանք տառապում են այնպես, ինչպես ցանկացած բռնապետության մեջ նորմալ մտածող մարդիկ։ Օրբանն իր հերթին իր աջակիցների առջև ունեցած ելույթում կրկին հանդես եկավ Բրյուսելի եւ Ուկրաինայի հասցեին կոշտ քննադատությամբ։ Մենք չենք ուզում եւ չենք պատկանի Ուկրաինայի հետ դաշինքային համակարգին։ Նրանք չեն կարող լինել մեր ռազմական կամ տնտեսական դաշինքների անդամ։ Այդ անդամությունները պատերազմ կբերեն, մեր փողերը դուրս կտանեն եւ կքայքայեն մեր տնտեսությունը։ Գործընկերություն այո, անդամակցություն ոչ։ Քանի դեռ պատերազմը շարունակվում է, Եվրոպայում տնտեսական զարգացում չի լինի։ 1998 թվականից ընդմիջումներով վարչապետի պաշտոնը զբաղեցնող Օրբանի հաշվարկները սակայն խախտվեցին Վաշինգտոնից ստացված անսպասելի լուրով։ Դոնալդ Թրամփը չեղարկեց Բուդապեշտում նախատեսված իր հանդիպումը Պուտինի հետ, պարզաբանելով Ռուսաստանի կողմից խաղաղությանն ուղղված կոնկրետ գործողությունների բացակայությամբ։ Ավելին, Միացյալ Նահանգները նոր եւ կոշտ պատժամիջոցներ սահմանեց ռուսական երկու խոշորագույն նավթային ընկերությունների։ Место ее проведения были предложены американской стороной. Մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում ամերիկան կողմն առաջարկեց եւ հենց հանդիպումը եւ դրան անցկացման վայրը, եւ ես համաձայնեցի դրան, արտահայտեցի իմ մտքերը այդ հարցի վերաբերյալ եւ ասացի, որ իհարկե նման հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն։ Երկխոսությունը միշտ ավելի լավ է, քան ինչ-որ առճակատումը, քան ինչ-որ վեճը կամ առավել եւս պատերազմը։ Թրամփը հայտարարեց, որ հանդիպումը ժամանակի կորուստ կլիներ։ Պատժամիջոցները ըստ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության նպատակ ուներ ճնշում գործադրել Մոսկվայի վրա, Ուկրաինայում անհապաղ հրադադարի հասնելու համար։ Պուտինը պատժամիջոցները որակեց ոչ բարեկամական քայլ։ Նա նաեւ կոշտ նախազգուշացում հնչեցրեց Ուկրաինային հեռահար հրթիռներ տրամադրելը, որակելով իրավիճակի սրման փորձ եւ խոստանալով շատ լուրջ եւ ցնցող պատասխան Ռուսաստանի տարածքին հարվածելու դեպքում։ Մինչ դիվանագիտական դաշտում կրքերը թեժանում են, Ուկրաինայում շարունակում են կատաղի մարտերը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ճակատի մի քանի ուղղություններով առաջխաղացման եւ վերջին մեկ օրում 4 նոր բնակավայր գրավելու մասին։ Մասնավորապես ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Բոլոգովկա, Դնեպրոպետրովսկի մարզի Պերշոտրավնովոյե եւ Դոնեցկի մարզի Պրոմին եւ Դրոնովկա բնակավայրերի նկատմամբ, ամրապնդելով իրենց դիրքերը Կուպյանսկի, Զապորոժիեի եւ Միրնոգրադի ուղղություններում։ Աննա Հարությունյան, Reopen Media։